Ճիշտ ասած, ոչ մի կարիք էլ չունեի այդ փաստաթղթի մեջ, քանի որ եւ այդ արխիեպիսկոպոս Եզրասը եւ բազմաթիվ ուրիշ անձինք, որոնք որ թե ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին, իբրև թե ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին, թե ներկայացնում են տարբեր ուրիշ ինչ-որ քաղաքական թեմեր, անձնավորությունները իրենց գործողություններից ելնելով արդեն պարզ է դարձել, հանձինս իմ համար, այն փաստը, որ այդ մարդիկ օտար երկրյա գործակալներ են, եւ այն համախմբումը եւ այն օպերատիվ աշխատանքը, որը իրենք տանում են Հայաստանում, դա ուղղակիորեն պարզապես գործակալական ցանց է, որը որ արդեն շատ շուտվանից գործում է Հայաստանում եւ ինձ համար անձնապես ես դրա այդ փաստաթուղթը տեսա, ծանոթացա, համոզված եմ, ես այդ համոզմունքը ունեմ, դա իմ կարծիքն է, որ նման փաստաթղթեր կան բազմաթիվ, ոնց որ ասեցի, ուրիշ մարդկանց վրա, ներառյալ Կտրիչ Ներսիսյանի, որը որ այսօր նստած է կաթողիկոսի գահի վրա,